այնպես որ հարգելի բանկեր կամ ոչ այնքան հարգելի բանկեր խելքներդ գլուխներդ հավաք։ Սրանք անվստահության ակցիաներ են, սրանք իրազեկման ակցիաներ են։ Այս քաղաքացիները եւ մենք բոլորով հայտնվելու ենք բանկերի առաջ, անցնող դարձող քաղաքացիներին, բանկում ելումուտ ունեցողներին իրազեկելու ենք մեր խնդիրների մասին եւ զգուշացնելու ենք քաղաքացիներին, որ զերծ մնան նման բանկերի հետ համագործակցելուց։ Նման միջոցառումները շատ են եւ մենք դրանք իրականացնում ենք շարունակաբար եւ անընդհատ։ Բնական է որ դրանք բոլորը հայտարարել եւ այս ամեն ինչը ոչ ճիշտ, ես տեղեկատվություն է, այս ամեն ինչը մենք լսում։ Հարգելի պարոն Կարագոզյան, մենք կարող ենք նաեւ երևի թե զրպարտության համար այս բaragայում ձեզ հետ։ Իհարկե դուք պատրաստ եք ամեն դեպքում գնալ դատարաններ ծածուկ ճանապարհով, բացարձակ իրականությունը հեսա, եւ այստեղ բոլորը կտեք բանկի կողմից SMS ստացել։ Ձեզ հասել է ինֆորմացիա, որ քաղաքացիները տրամադրել են անձնական տվյալներ։ Այդ ինֆորմացիան հնարավոր է, որ հանցագործները այլ աղբյուրներից են ձեռք բերել, բայց քաղաքացիներին մեղադրել են հարցում, թե միամտորեն կնոպչնի կոճակային հեռախոսով մարդիկ չեն կարող իրենց անձնագրային տվյալները կամ իրանք չեն էլ կան այստեղ քաղաքացիներ, որ իրանք չեն էլ հասկանում անգամ որն է իրենց անձնական տվյալները։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ տատիկի անունով ա եղել կամ թոշակառու կնոջ անունով, ու թորը փորձել է տատիկի անունով իդենտիֆիկացիա անել, գրանցել ու թորը տատիկի անունով վարկաբերել։ Շատ լավ։ Այնուամենայնիվ այդ թորը այդ տատիկը չէր, բանկը պետք է կարողանալ նույնականացնել տվյալ անձը, այդ ոնց է 14 մյուս բանկերի մոտ ստացվում է, չէ՞ որ ամբողջ աշխարհն է գնում։ Ես նորից եմ ասում, բարեփոխումները բանկի կողմից անընդհատ Բայց այս մարդիկ տուժել են։ Այս մարդիկ ասեք, ինքը ֆինանսական ինչ կրթություն պետք է ունենա, որ միամիտ չխափի։ ֆինանսական կրթություն բոլորը հեռախոսով չի կարող նորմալ։ ֆինանսական եւ թվային գրագիտությունը 21-րդ դարում իրենք առարկում են այն տրամաբանությամբ, որ քաղաքացիների համար կենսական անհրաժեշտություն է տիրապետել ինչ-որ գիտելիքների, ունենալ հատուկ հմտություններ, հատուկ կարողություններ, ֆինանսական ինչ-որ մակարդակ պետք է ունենալ, ֆինանսական գրագիտություն պետք է ունենալ։ Ուրեմն ես ասեմ, որ մեզ անգրագետներից էլի իրենք պարտավոր են պաշտպանել։ Նորից եմ կրկնում, քաղաքացին պարտավորություն չունի այդպիսի գիտելիքներ կամ այդպիսի հմտություններ ունենա։ Եթե ունի քաղաքացին նման պարտավորություններ, ուրեմն թող հաճախորդ դարձնելուց առաջ քաղաքացուց վերցնեն քննություն։ Եթե իրանք քաղաքացուց քննություն չեն վերցել, իրանք իրավունք չունեն պարտավորեցնել քաղաքացուն, որ տիրապետի այս եւ այն գիտելիքներին։ Իրենց պարտավորությունը հետեւյալն է, հա, քաղաքացուն պաշտպանել, որովհետեւ հենց բանկերի առաքելությունը հետեւյալն է, քաղաքացիները իրանց գումարները չեն գրել բարձի տակ, քաղաքացիները իրանց գումարները դրել են բանկում, իրենց հաշիվներին, որտեղից եւ տեղի է ունեցել գողությունը։ Զանգել եմ բանկ, մոտեցել եմ գլխամաս, ասում եմ, եթե ես չեմ արել, իմ հեռախոսով միայն մոբայլ հավելված եմ մոտ գործել ու վերջ։ Ինչու IP ադրեսը ձեր անվտանգության համակարգը չի տեսել։ Ասես մենք չունենք նման համակարգ, մեր անվտանգությունը չի կարող ստուգել։ Ասում եմ, եթե փոխանցում եմ կատարում մի հաշվից մյուս հաշիվ, ինչի ինձ կոդ չի գալիս SMS։ Ասես մեր բանկը դա էլ չունի։ Այսինքն սրանք բաց թողումներ են, որոնք ունի բանկային համակարգը։ Ինչպես նաև կան բաց թողումներ մեդիա դաշտում։ Նույն բանկը ինձ ասում է, հակերը ջարդել է մեր էջը եւ նույնատիպ էջ արել մոբայլ հավելվածի եւ ուղարկում է մարդկանց։ Ես ինչքանով պիտի կրթված լինեմ, եթե IT ոլորտի մասնագետ չեմ, այդ ինչպես պետք է ամբողջը բացեմ, կարդամ, տեսնեմ, որ դա հակեր է եւ մուտք չգործեմ։ Ես էջը իրանց ցույց եմ տալիս, ստեղ եմ մուտք գործել, նման է ձեր էջին, թե ոչ։ Ասես նույնականացած լրիվ մեր էջն է։ Ասես դուք չեք կարող իմանալ, որ սա մենք չենք։
Ասում ինչի՞ չէ մի բան անում, որպեսզի խագմը չկարողանան կոտրել, կամ միգուցե ինչ որ, չգիտեմ, հավելյալ SMS-ով, մի հատ զանգեիք, մի հատ ճշտեիք, ասում դե այդ համակարգը չունենք։ Հունվարից հետո նոր համակարգը մտցրել են բանկ, ասում այսուհետ մեր անվտանգությունը կճանաչի IP ադրեսների տարբերությունը։ Բայց այս միջև հունվարը մենք այս պատմության մեջ դա ոնց են բանելու։ Ինձ միայն տվել են միջանցիկ հաշվի համար, որը հենց կոնկրետ Արչին բանկի հաշվի համարն է եղել, այնուհետև ասեցին, որ փոխանցվել է 2 այլ համարների, որոնք ինձ չտրամադրեցին, ասես միայն քննչականը թող մոտենա դիմումով իրենց կտրամադրենք, բայց աշխատակիցը անմիջապես ասեց, դե սա սովորական ձեռագիր է, փոխանցված է Ռուսաստան, որի համար 3 օր հետո ինձանից գանձել են միջնորդավճար 8000 դրամի շրջանակներում, մոտեցել են բանկ, ասում են ինչ փոխանցում է, որ ամեն մեկի համար 4000 դրամ է գանձել, ասես դե որ Ռուսաստան էքսպրես փոխանցում է կատարվում 4000 դրամ արժի ամեն փոխանցումը, այսինքն իրան գիտեն ուրա գնում, իրան գիտեն միջնորդավճարը, իրան գիտեն ուղղությունը եւ ինչ չեն տալիս ոչ մի տվյալներ։ Խաղված եմ ուզեմ, մեջը միայն գրված է այդ միջանցիկը հաշվի համարը, որի միջոցով փոխանցումը կատարվել այլ քարտերին։ Այլ քարտերի տվյալներ միջև այսօր չունեմ ոչ ես, ոչ քննչականը։ Ես գիտեմ, կարող է ես ընկնեմ սև ցուցակ, կարող է վաղը մսոր կալանքի արդեն հասնի իմ այս ամբողջ ունեցվածքը, բայց ես միևնույնն է, երեք ստացել եմ զանգ, ասել եմ ինձ գրավոր տեսքով ուղարկեք ձեր պահանջները եւ բողոքները։ Ապացուցեք, որ վարկը ես եմ վերցրել, ես եմ հանել, ես եմ օգտագործել, ես էլ բերեմ վճարեմ։ Ես այդ գումարը չեմ տեսել, ոնց վճարեմ։ Իսկ on-line mail-ով ուղարկել են ձեզ պայմանագիրը այդ վարկի։ Ոչ։ Չեն Հաստատի քաղաքացիները վարկ չեն ստացել։ Հարգելիներս, որքան էլ որ կիբերհանցագործները դիմել են նրանց անունով, բայց այնուամենայնիվ քաղաքացուն պետքա վարկ տրամադրվեր, որ պահանջներ կարողանային ունենալ քաղաքացիների նկատմամբ։ Եթե իրանք էլ գիտեն եւ եթե հարուցված են այդ մասով քրեական գործեր, որ ըստ էության եւ փաստացի վարկերը վերցնողը իրանք չեն, ապա իրենց ուղղված պահանջները անհիմն են եւ ոչ օրինաչափ։ Եվ այստեղ այս ամեն ինչի մասին խոսալու ժամանակ ինձ ասել, որ սա զրպարտություն է, ես դա արդեն դիտարկում եմ որպես սպառնալիք։ Զրպարտությունը ո՞րն է, այսքան մարդ կանգնել է իրանց գլխի նեկածի մասին պատմում է։ Բանկը անընդհատ ինձանից պահանջում է գումար եւ արգելանքներ ա դրել, արդեն հարկադիրում եմ ես ու չեմ հասկանում, չգիտեմ, ոչ մի լուծում, ոչ մի բան չեմ ստանում, ես անընդհատ ստանում եմ միայն զանգեր բանկից, հորդորելով գումարը վճարեք, իսկ ինչու պաշած ձևով իրանք ինձ չեն տեղյակ պահել, որպեսզի իմ անունով բանկում վարկ ա ձևակերպել, արդեն գումարը կանխիկացրելուց հետո նոր ինձ զանգահարում են, ու չեմ պատրաստվում վճարել, ում վարկը տվել են, թող ինքն էլ վճարի։ Առանց օրենքին տիրապետելու իրանք իմ բալիկի մինչև 2 տարեկան երեխայի նպաստել են բռնագանձում, որը օրենքով սահմանված չի, եւ նմանատիպ լիքը բաներ։ Կոտրել են իմիգրանտ հավելվածը, որից հետո ձևակերպվել է վարկ, փոխանցվել է 3-րդ անձի, դեպքից հետո դիմել են ոստիկանությունը իմ տված տվյալների հիման վրա բռնել է հանցագործին, հանցագործը խոստովանել է իր արարքը, որ ինքն է կատարել, ընդունել է իր մեղավորությունը, սակայն այդ վարկը աճելով տոկոսներով, ID բանկը ոչ մի բան չի անում, չի ընդունում այն հանգամանքը, որ ես այդտեղ անմեղ մարդ եմ, ուժող եմ ճանաչված, տոկոսներով հասել է հարկադիր, հիմա այս պահին բռնագանձման ենթակա մարդ եմ, որ գտնվում եմ հարկադիր։ Ովքեր են փոխհատուցելու նաև այս բացի ֆինանսական բեռը, ովքեր են փոխհատուցելու մեր կրած այս հոգեբանական վնասների համար։ Պետությունը պիտի կանգնի քաղաքացու կողքին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տուգանքի մատերիալ չէ։